վերահսկողություն որպես այդպիսին թե հողօգտագործողը որքան բուժանյութ կիրառեց կամ որքան պարարտանյութ կիրառեց, բնականաբար չի իրականացում, հնարավոր չի դրա իրականացումը, որովհետև բուժանյութերը ազատ վաճառքում են գտնվում, պարարտանյութերը ազատ վաճառքում են գտնվում, հիմնական վերահսկող մարմինը պետք է լինի ՍԱՏՄ-ն, բայց նրանք էլ ունեն արդեն մարդկային ռեսուրսի խնդիր, հնարավորությունների խնդիր, մարզկենտրոններում կամ մարզերում աշխատակիցների խնդիր եւ դա բնականաբար հնարավոր չի, բայց մեր երկրի համար անհրաժեշտ է բույսերի պաշտպանության ռազմավարական ծրագիր, որը իրենից պետք է ներկայացնի մի ամբողջական բույսերի պաշտպանության համակարգ, որտեղ ներառվելու են կամ կանոնակարգվելու են բույսերի պաշտպանության միջոցների ներկրումից սկսած մեծածախ ներկրողների պահիստներից սկսած մինչև խորհրդատվական կենտրոն եւ վաճառքի սրաներ եւ այնտեղից մինչև վերջնական օգտագործող կամ շահառու հողօգտագործող այս ամբողջ շուկան, ամբողջ ճանապարհը պետք է լինի վերահսկողության տակ։ Ցանկացած բուժանյութ, որը գնվելու է, պետք է արձանագրվի եւ պետք է մենք իմանանք, թե տվյալ հողօգտագործողը, որ գնեց X քանակության բուժանյութ, ինքը օգտագործեց եւ օգտագործեց որ մակերեսի վրա, ինչ ծավալներով օգտագործեց, որ մշակաբույսի ինչ հիվանդության դեմ օգտագործեց նա, հա, այս բոլորը պետք է ֆիքսվի։ Եթե այսպիսի համակարգ ներդրվի, բնականաբար մենք զերծ կմնանք բուժանյութերի գերքանակությունների կիրառումից, բնականաբար այդտեղ նաև ժամանակի ընթացքում կներառվի նաև խորհրդատվական, ուրեմն ծառայությունների մատուցումը, որը իմ կարծիքով այսօր էլ է հնարավոր։